Я хочу отметить важность форума для Армении, для всех инвесторов, которые планируют инвестировать в нашу страну. Форум уже становится ключевой площадкой для того, чтобы Армения была презентована и всему миру, показала все свои возможности, все свои ключевые направления развития. В прошлом форуме были подписаны ряд договоров о новых отелях, новых проектах в Армении. Были презентованы несколько проектов. В этом году мы также планируем презентовать несколько больших проектов наших партнеров. Я думаю, что эта тенденция будет и дальше развиваться, и мы будем видеть, что на площадке форума будут презентованы и подписаны большие проекты, которые станут стимулом для развития экономики Армении и в целом для привлечения и развития туристического потенциала Армении. Радует тот интерес, который есть у наших международных партнеров, у инвесторов к форуму, то, что они с интересом приняли приглашение поприсутствовать и быть участником этого мероприятия. Это нас вселяет надежду, что все делается очень хорошо. Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանի տնտեսության առավել խոշոր դերակատարներից մեկը եւ մենք կարևորում ենք նման միջոցառումներին մասնակցությունը վարկային պորտֆելով հանդիսանալով բանկային համակարգում առաջատարը այստեղ ենք այսօր կիսվելու պրոյեկտների ֆինանսավորման մեր փորձով հայտնելու Հայաստանում բիզնեսի զարգացման վերաբերյալ մեր պատրաստակամությունը, ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու տնտեսության աճող ճյուղերի զարգացման հեռանկարները։ Ուրախ ենք այսօր մեկ հարկի տակ գտնվելու ոլորտի հիմնական դերակատարների հետ, մասնավորապես պետական եւ մասնավոր սեկտորի, ինչպես նաև գործընկեր ֆինանսական միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ակնկալում ենք այսօրվա միջոցառմանը ունենալ բաց քննարկում հյուրընկալության ոլորտի խնդիրների եւ հնարավորությունների վերաբերյալ, որը վստահ եմ կարող է խթանել նոր բիզնես կապերի հաստատմանը, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային ներդրողների կողմից Հայաստանում նոր ներդրումների իրականացմանը։ Այսինքն հյուրընկալության ոլորտի խթանումն է թիվ 1 խնդիրը այսօր մեզ։ Այսօրվա միջոցառման հիմնական նպատակը կարծում եմ հյուրընկալության ոլորտն է, նրա խնդիրները եւ պոտենցիալը մեր երկրում, ինչպես նաեւ մենք այստեղ ենք կիսվելու այդ ոլորտում ֆինանսավորում իրականացնելու տեսանկյունից մարտահրավերների մասին, որոշակի դժվարությունների եւ հնարավորությունների, որը առավել տեսանելի կդարձնի ներդրողներին կամ ոլորտի խաղացողներին, թե ինչպես է անհրաժեշտ պլանավորել իրենց նոր պրոյեկտները Հայաստանում։